Պարոն Արշակյան, Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ նիստի շրջանակներում Դուշանբեում հանդիպեց իր գործընկերներին Վլադիմիր Պուտինին, Լուկաշենկոին, Ալիևին, Ղազախստանի, Տաջիկստանի ղեկավարներին եւ հենց Նիկոլ Փաշինյանը ոտք դրեց այդ կառավարական պալատ թե չէ Լուկաշենկոն հայտարարեց, ասում է, ահա Նիկոլ Վավայևիչն եկավ, ես ասում էի, չէ, որ մեզանից փախնողը չի, մեր Կուդա դինիցը։ Այո, մեր ակումբից է ըստ էության ասեց, սա ինչպես եք մեկնաբանում Եվրոպայից ՀԱՊԿ տիրույթ ԱՊՀ տիրույթ գնացող Նիկոլ Փաշինյանին այդպես դիմավորեցին։ Հարկավոր է լուրջ Լուկաշենկոյին ու տենց այդ կարգի քաղաքական գործիչների հարկավոր է համապատասխան համարժեք պատասխան տալ լրացնել դա մեկ իսկ որ Ինչպես լրացնել մոտարպես հայհոյելով այսինքն համարժեք ինչ որ բան որ Լուկաշենկոն ընդհանրապես խուսափի դա ձև կա էլի մանավանդ Նիկոլ Փաշինյանն էլ փառկասո խոսելու բան ունի հայհոյելու կուլտուրա ունի ես կարծում եմ որ հարկավոր է համարժեքություն ակննդականը աշխատի իրանից ինչ է ներկայացնում որ կարծիք է հայտնում ընդհանրապես պետք է մոտարապես ասել դու կարծիք ունես ինչ որ կարծիք ես այդ ում կարծիքն ես ասում այդտեղից պետք է սկսվելի պոլիտկորեկտ ես գիտեմ որ դու կարծիք չունես ում կարծիքը ասեցիր եւ այլն իսկ այդ միջոցառումին մասնակցել չմասնակցելը Չէ, բայց այդտեղ այսինքն Լուկաշենկոն չի ասում, այսպես որ Նիկոլ Փաշինյանը ուր էլ գնա, իր վերջնակետը ՀԱՊԿ-ն է, Վլադիմիր Պուտինն է։ Դա չէ Լուկաշենկոյի ասածը։ Ինքը դա է ասում ու երկու պատասխան կա, էլի պատասխանը երկու մասից է, մեկը Լուկաշենկոն ասում որ դա քու գործ, это не твое собачье дело։ Մոտարապես այդպես մի բան պետք է ասի, որպեսզի որ բան չենք, մենք նույն դասից չենք։ Ես ազատ երկրի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավար եմ, դու երկիրը զավթած ճորտատեր ես։ Մենք գործընկեր չենք, հիմա այ հարցը առաջանում է երկրորդ հարցը։ Բա որ գործընկեր չէի Նիկոլ Փաշինյանը չէր հայտնվել։ Այլ դա ենք հասանք դրան, բա ինչ ես գնում։ Ուրեմն անպայման պետք է ասի որ ես ձեզանից չեմ, այ պետք է ասի ես ձեզանից մեկը չեմ, ես ձեզանից տարբերվում եմ։ Այ դա կարևոր է, ասի ես ձեզանից բոլորից տարբերվում եմ։ Նույնիսկ կարող է համազգեստ հագնել, նույնիսկ կարող է Չէ, բայց երբ նա գնում է այնտեղ, չի նշանակում, որ ոչ, չի տարբերվում, հենց նրանցից մեկն է։ Չէ, իր ասելով չի։ Մենք մեր երկիրը այլ երկիր է։ Դա է կարևորը։ Այն երկիրը, որին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, դա տարբերվում է Ռուսաստանից, Բելոռուսից, Տաջիկստանից։ Տարբերվում է մեր ժողովրդավարական երկիրը։ Որովհետև նրանք 30 տարուց ավել է կառավարում են Նիկոլ Փաշինյանը դեռ 8 տարի է կառավարում, դրանով է տարբերվում։ Ես գնահատականները հարգում եմ միջազգային կառույցների գնահատականները, որ Հայաստանում անցկացվել է ազատ ժողովրդավարական մրցակցային ընտրություն թափանցիկ այդ մերոնց գնահատականը մեր դիտորդների գնահատականը որ Հայաստանում անցկացվել են ժողովրդավարական ընտրություններ ես դա հարգում եմ նրանց մոտ այդպես չի նրանց տեղական դիտորդները այդպես չեն ասում նրանք բանտում են նրանց քաղաքական հակառակորդները բանտարկվում են կամ սպանվում են միջազգային կառույցները մասնագիտական կառույցները նրանք ովքեր որ մասնագիտացել են հմտացել են այդ ընտրությունները կազմակերպելու եւ գնահատելու մեջ նրանք ասում են որ այդ երկրներում ընտրություն չի կատարվում դրանք բռնապետություն են ես դրա համար ասում եմ որ նույնիսկ հարկավոր է հակտուկ համազգեստով գնալ այ կամ կրծքանշան կրել ժողովրդավարություն այ ժողովրդավարական երկրի ներկայացուցիչ
Հիմա երկրորդ մասը, բայց ինչի է գնում։ Մենք ասում ենք մի գնա։ Ասենք ես միշտ ասում եմ մի գնա։ Դրանց հետ դու գործ չունես։ Քաղաքավարական հեռագրեր ուղարկի, եթե դա անհրաժեշտ է։ Պրոտոկոլը հարգող ծննդյան օրեր, ազգային տոներ, բաներ շնորհավորելու համար թող կառավարությունը դա կազմակերպի, բայց եթե գնում է, ուրեմն պետք է մենք իմանանք, որ տեղի է ունենում գլոբալ համաշխարհային նշանակության ինչ որ միջոցառում, որտեղ խնդիրներ են լուծում, որը կարող է ազդել հայկական պետության զարգացման վրա, ուղղակի ինքը մասնակցում է դրան։ Այսինքն որտեղ որ մեր մասին ինչ որ վճռներ են կայացնում, լավ է, որ ինքը այնտեղ ներկա է։ Ուրեմն դա պետք է հայտարարի, ասի, վտանգավոր տեղ եմ գնում ես։ Այ պետք է մեզ այնտեղ գնալուց հրաժեշտ է, իսկ գալուց էլ սանիտարական բանի ենթարկվի, մաքրման, ոչ բժշկական, նաև բժշկական, այ պետք է հաղթակամարի տակով անցնի, հոգեբանական մաքրման, որ հանդիպել է տոքսիկ միջավայրում Բայց գուցե Նիկոլ Փաշինյանը մտածում ենք ինչ պակաս Լուկաշենկո կարող է լինել, ինչ պակաս Պուտին կարող է լինել, այն մեկը որ կարող է մյուս երկրները, որոնք Ռախմոնը, հա, որ 30 տարուց ավել է երկիր են ղեկավարում այդ առումով, հա։ Գուցե ինքն էլ է դրան ձգտում, դրա համար է նրանց հետ գնում ջերմ շփում։ Ես ձեզ ասեմ, իրենից առաջ էլ էին դրան ձգտում, բայց մենք ենք կարևորը, մեր ժողովուրդը չի հանդուրժում, մերժում է։ Մենք մեր ժողովուրդ ենք։ Մենք նրանցից տարբերվում ենք, այ Նիկոլ Փաշինյանը իր թիկունքում ունի մեր կարծիքը։ Մենք հենց Նիկոլ Փաշինյանին բերեցինք իշխանության մերժելով այդպիսի ցանկություն ունեցող մեկին, որ ուզում էր մնալ հավերժ։ Հիմա էլ կան հարթակում կան, որ ուզում են հետ գալ, այսինքն Ռախմոնանմաններ, Պուտինանմաններ, Լուկաշենկո նմաններ կան մեր մոտ, նրանք ուզում են գալ, մեր ժողովուրդը չի թողնում։ Ովքեր են։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը նրանց մերժում է։ Սարգսյանն ասել է չեմ ուզում քրեական գործ, ոնց, քրեական գործ կա։ Չի ուզում այդ մարդը վարչապետ, երկրի ղեկավարի պաշտոն չի ուզում Սերժ Սարգսյանը։ Բայց չեր ուզում ստիպեցին, հա, թիարան, Հիմա քարեր քաշում, բավուր չի ուզում թող հայտարարի ու հանձնվի։ Նա հիմա քաղաքական իր կարգավիճակը պահում է որպես ապահովիչ, որպես իմունիտետ։ Ոնց չի ուզում, բավուր չի ուզում, ես օրինակ չեմ ուզում հայտարարել եմ, չեմ ուզում, ես թոշակառու եմ։ Քաղաքական կարիերա չեմ հետապնդում։ Ես բազմիցս, երբ որ դուք հարցրել եք, ասել եմ, որ ես քաղաքական կարիերա, քաղաքական ծրագրեր չունեմ, առավելևս կուսակցական։ Ընտրություններին չեմ մասնակցում։ Այ որպես թոշակառու դուք ինձ հրավիրել եք, ես ասում եմ, կասեմ իմ կարծիքը։ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ ունի, չէ։ Կուսակցության ղեկավարն է։ Եվ հաշիվ ունի ներկայացնելու, չի ներկայացնում, հաշվետվություն չի տալիս։ Այդ դատարանում հաշվետվություն են ուզում, չէ։ Վերջին հաշվով դատարանը նաև հաշվետվության տարածք է։ Բացատրեք ինչ է կարել, ոնց է ստացվել։ Եվ այլն։ Խոսքով Նիկոլ Փաշինյանը ունի իր թիկունքում հայ ժողովուրդ։ Ազատություն սիրող հայ ժողովուրդ, արժանապատվություն ունեցող հայ ժողովուրդ։ Չի գնա կեղծումների հաշվի առնելով, որ ովքեր են ակտիվացել։ Դե արել են, տեսնում ենք ինչ։ Ինքը հենց նրանց բանտ է ուղարկում, չէ։ Կեղծարարներին չի ուղարկում, բանտ, դա ինքը հո չի անում։ Չէ, ովքեր են բանտում կեղծարարներից։ Մարտի մեկի գործը հենց դա է։ Չէ, բայց կեղծարարներից ովքեր կան, օրինակ Գագիկ Ծառուկյանն է, որին վերագրվում է ընտրակաշառք բաժանելը բանտում, Սերժ Սարգսյանը, որի ուժին եւ իրեն վերագրվում էր ընտրակեղծարարությունը բանտում, Քոչարյանն է բանտում, ով է։ Չէ, պարտադիր չի բանտ լինի, քրեական գործը կա։ Ես անձամբ կարծում եմ, որ պետք է բանտում լինեն, ունեզրկված լինեն բոլորը, ովքեր որ զավթել են իշխանությունը, ովքեր որ բռնացել են մեր կամքի վրա։ Ես չեմ ասում եք կրակողների վրա, դե նրանց մասին ընդհանրապես չենք խոսում։ Նրանք ովքեր որ
ընտրությունների արդյունքները կեղծել են, գողացել են իշխանությունը մեր ժողովրդից, նրանք անպայման պետք է լինեն բանտում, ազատազրկված, ունեզրկված։ Ես պահանջում եմ դատական process-ը որ գնում է, կարծում եմ, որ լավ չի գնում, շատ վատ է։ Ես նույնիսկ ասել եմ քանի անգամ, հիմա կրկնեմ, ես կարծում եմ, որ հեռախոսի, այսինքն քաղաքական կամք, երբ մենք ասում ենք հեռախոս, երբ ես ասում եմ հեռախոսային գործոն պետք է աշխատի, դա նշանակում է քաղաքական կամք պետք է լինի։ Եթե մենք ասում ենք, որ դատաիրավական համակարգը Հայաստանի Հանրապետությունում թերի է, բարեփոխման կարիք է զգացվում, ու պետք է դա անենք, նշանակում է, քանի դեռ չենք արել, պետք է աշխատի քաղաքական կամքը։ Այսինքն քաղաքական կամք պետք է դրսևորվի, պատասխանատվություն պետք է վերցնի քաղաքական իշխանությունը իր վրա եւ լրացնի այդ դատաիրավական համակարգի թերությունները քաղաքական կամքով, այսինքն նրանց ունեզրկեք եւ ազատազրկեք, մի ձգձգեք։ Մենք այդքան երկար ժամանակ չենք ապրի։ Ռեսուրսները վերցրեք նրանցից, ակնհայտ քաղաքական հանցագործներից հարկավոր է խլել եւ ազատազրկել եւ ունեզրկել եւ նույնիսկ զրկել ազատվելուց հետո, պատիժը կրելուց հետո որոշակի ժամանակով ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, քաղաքականությունով զբաղվելու իրավունքի Հիմա այդ ձեր ասած մարդիկ ոչ միայն չեն ազատազրկվում, չեն պատժվում, չեն ունեզրկվում, այլ նաև հայտ են ներկայացնում դատապարտում եմ դա, այդ իրավունքը, որ նրանց տվել են տվողներին, այսինքն քաղաքական իշխանությանը ես մեղադրում եմ եւ դատապարտում եմ։ Հիմա դուք կարծում եք, որ Քոչարյանին չպետք է թողնել ընտրություններին մասնակցել։ Ես մեղադրում եմ այսօրվա քաղաքական իշխանությանը անգործության մեջ։ Ասում եմ դուք անգործություն, դա նույնպես հանցագործություն է։ Դուք պարտակում եք, հովանավորում եք հանցագործներին, քաղաքական հանցագործներին։ Նրանք պետք է ունեզրկված եւ ազատազրկված լինեին, որովհետեւ գողացել են մեր ազատությունը։ Սպանել են մեր քաղաքացիներին։ Ամբողջ քաղաքացիներին սպանել են։ Տեսեք, խոսում են կոռուպցիայի մասին, չէ՞։ Գումար հափշտակելու, ունեցվածք հափշտակելու, բաղազատություն են հափշտակել։ Մեր կամքն են հափշտակել, մեր իշխանությունն են հափշտակել։ Բայց դրանք ազատ ֆռֆռում են։ Ես կարծում եմ, որ ես մեղադրում եմ ու դատապարտում եմ մեր իշխանություններին անգործության համար։ Բայց օրինակ Ռոբերտ Քոչարյանը մեծ ռեյտինգ ունի, նա ասում է, որ սոցիոլոգիական տվյալներ ունի, ըստ որոնց ինքը այն 3 ուժերից մեկն է, որ խորհրդանում է լինելու։ Հիմա մենք 2 հոգու ենք, չէ՞։ Ես 50% ռեյտինգ ունեմ։ Ուզում եք հիմա հարցում անցկացնենք։ Առնվազն 50% ես հենց հիմա ռեյտինգ ունեմ։ Մեր երկուսին այստեղ սենյակում նստած հարցում անցկացնենք։ Ես ռեյտինգ ունեմ, թե չէ։ Դուք ինչ ուզում եք ասեք, 50% իմն է, ես ունեմ, այո։ Այդպես է նա իր ընտանիքում, գուցե իր համայնքում համագյուղացիներով հավաքում են, ասում են, ինքը իրան ասես Ռոբիկ։ Ինքն ասեց, ինձ Ռոբիկ են ասում իմ ընկերները։ Կենաց են խմում, ես չգիտեմ ինչ են անում, փող են բաժանում, փող են աշխատում։ Այդ ժամանակ ասում են, ասում են, ով շատ փող ունի։ Դե Ալիևը վստահել է մարդին։ Դուք պատկերացնում եք, Ալիևի վստահությունը վաստակած մարդը որոշ շրջանակներում շատ բարձր ռեյտինգ ունի։ Բայց դա Հայաստանի հետ ինչ կապ ունի։ Ով բերեց նրան Հայաստան։ Ոնց եկավ Հայաստան։ Այ ռեյտինգ ունի։ Որտեղ ունի ռեյտինգ։ Մարտի 1-ի զոհվածների հարազատներն են տալիս այդ ռեյտինգը։ Ինքը ասում այլ է։ Ով է թույլ տալիս, որ նա խոսի։ Նա ինչ իրավունք ունի խոսելու։ Պետք է այ պարբերաբար Կարմիր խաչի ներկայացուցիչները գնան բանտախուց եւ նրան հարցնեն. կամերում դու ռեյտինգ ունես, թե չէ։ Այ խցիկում նա պետք է լիներ եւ այնտեղ կունենար ռեյտինգ։ Այ մենք պետք է իմանանք, որ այն խցիկում, որտեղ որ Ռոբերտ Քոչարյանն է, այնտեղ իրան ինքը բավական բարձր ռեյտինգ ունի։
4 հոգին 20% ռեյտինգ ունի, մի հոգի ձեռնպահ է մնացել։ 25 էլ չի, էլի։ Քանի հոգի, քանի տոկոս է անում 4 հոգուց։ Մի քանիսը ձեռնպահ են մնացել, 20% ռեյտինգ ունի, կամ 10%։ Կամ ինքն էլ չի քվեարկել իր օգտին։ Խցիկում բանտային։ Նրա տեղը բանտն է։ Բանտային խցիկում ռեյտինգ ունեցողներ կան։ Բայց նա ասում է ես ինչ կապ ունեմ մարտի 1-ի հետ, ասում է դրանից հետո մի ամիս Հենց դա արդեն հանցագործություն է։ Ինքն է գլխավոր պատասխանատուն։ Երկրի ղեկավարը օրենքով պատասխանատու է։ Դա էլ չի հասկանում է։ Հասկանում է, մեզ մոլորեցնում է։ Աղբեբա է։ Կարծում եմ թե մենք չենք հասկանում։ Քոչարյանի ակնկալիքն էր, որ օրինակ Գյումրու սցենարը կլինի, ընդդիմադիրները ըստ իր ունեն, ինքը անցողիկ շեմ ունի, Սամվել Կարապետյանի ձևավորվող ուժը ունի եւ Նիկոլ Փաշինյանի ուժն էր կանխատեսում, որ կանցնի խորհրդարան եւ ըստ նրա այդ 3-ով կանցնեն այս պահի տվյալներով, այս պահի դրությամբ եւ երկուսը կմիանան իրար եւ Նիկոլ Փաշինյանին կզրկեն իշխանությունից, Սամվել Կարապետյանի եղբոր տղան պատասխանեց Քոչարյանին, որ ոչ, չենք ուզում ձեր հետ գործ ունենանք։ Ինչու չեն ուզում Կարապետյանները Քոչարյանների հետ գործ ունենան։ Նախ մրցակցություն է, բայց ինչի պետք է համաձայնեն։ Նրանք էլ են այդպիսի ծրագիր ունեն։ Նրանք էլ այդպիսի ծագում ունեն։ Կարապետյանները, Սարգիս Կարապետյանի որդիները նույն ծագումը ունեն, նրանք են պարտիական ճանապարհով առաջ գնացել եւ ունեցվածք դիզել։ Ներ գիտեք, չէ՞, այդ Ղարաքիլիսայում դեզ անել գիտեն։ Անասնապահությունը զարգացած է։ Ուրեմն նրանք մրցակից են բնականաբար առաջինը, ով պետք է լինի առաջինը, Լևոնը թե Նարեկը։ Հա, Նարեկը, չէ՞, երիտասարդի անունը։ Այնտեղ Լևոն կա։ Հիմա դա հասկանալի է, բայց այստեղ նույնպես հետաքրքիր է, որ նույնիսկ այդ չափով մի քանի օր, հա, նույնիսկ մի քանի օրվա կանխագուշակումը, բա մի անգամ չեք խոսել այդ, իրար հետ չեք հավաքում, սխոդկա չեք անում։ Հավաքվեք, տեսեք ով որտեղ է, ով ում կմիանա։ Տարօրինակ է, չէ, այդքան ոչ պրոֆեսիոնալիզմ։ Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Բա դու չես հարցրել Կարապետյաններին, համաձայն են, որ նրանք լինեն 4-րդը։ Առաջինը Վարդան Ղուկասյանն է։ Ես կարծում եմ, որ այս շարժման մեջ ոնց են ասում, քյոփողլիների իրանց լեզու գիտեք, չէ՞, քյոփողլի է։ Սուկինսին։ Այդ Սուկինսին շարժման մեջ ես համարում եմ, որ Վարդան Ղուկասյանը լիդերն է։ Այն հավաքական կերպարը, եթե մենք այդ վիճակագրական ֆոտո սեսիա անեինք, ինձ թվում է Վարդան Ղուկասյանը կշահեր։ Այսինքն Վարդան Ղուկասյանին բա չեք հարցրել, Վարդան Ղուկասյանի մոտ գնացեք, թող ինքը ցուցակը կազմի։ Դուք որտեղ պետք է զբաղեցնեք այդ ցանկում։ Ես համարում եմ, որ հարկավոր է ուշադիր հետևել Վարդան Ղուկասյանին, նա բոլորին ըստ արժանինքների կգնահատի այդ խմբին։ Ուրեմն բան է, նույնիսկ տխուր է, որ այդ հարցում համաձայնություն չկա, համարժեքության բացակայություն։ Այսինքն տարաձայնություն կա Քոչարյանների եւ Կարապետյանների միջեւ, նրա ակնկալիքն է, որ Նիկոլի դեմ կմիավորվեն, այն մեկը ասում է, մեզ համար ընդունելի Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի հետ միավորվելը բացառում են իրենք, սա տոքսիկ են երկուսն էլ, ով կուզի նրանց հետ միավորվել։ Հասկանալի է, որ ճիշտ վճռ են կայացրել Կարապետյանները, դրանց հետ ուր միավորվես, որ նույն խցիկը գնաս, այսինքն գործ վերցնես քո վրա։ Ինչ ասենիզատոր են, ինչ են։ Գայս չեմ կարծում, որ Նարեկ Կարապետյանը ասենիզատորի դեր կատարի, դրանց տանի իր հետ։ Բնական է, որ, բայց եթե լինի այնտեղից հրահանգ, որտեղից որ իրենք ազդվում են, եթե հրահանգ լինի միացեք, ուրեմն կմիանան, այնպես որտեղից։ Մոսկվայից իհարկե, Մոսկվայի որևէ աշտարակից։ Գլխավոր աշտարակը
առայժմ այլ կարծիք ունի։ Վլադիմիր Պուտինը այլ կարծիք ունի։ Ինքը գործընկեր է համարում Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև կարգավիճակը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այնպիսի կարգավիճակ է, որ ակնհայտորեն Կրեմլը չի հանդուրժի։ Կրեմլի դաշնակիցները, Կրեմլի դրածոները այստեղ չեն կարող ամբաստանյալ լինել։ Կրեմլը այդքան ցածր հեղինակություն չունի ինքը իր աչքում։ Այսինքն սրանք հեղինակազրկում են նաև Կրեմլին։ Ստացվում է, որ Կրեմլի դրածոները կամ բանտում են, կամ ամբաստանյալի աթոռին նստած են դեռևս դատարանում։ Այսինքն դա է Ռուսաստանը։ Ասում են մեկն վարչապետի պաշտոնն է զբաղեցնում հիմա։ Նման պնդումներ էլ կան։ Չէ, դուք պատկերացրեք ինչ է ստացվում։ Մեզ ասում են, որ Ռուսաստանի դրածոները այստեղ կամ բանտում են, կամ սպառնում է բանտը։ Դա հնարավոր է։ Ռուսաստանը այդքան թույլ, այդքան Հայաստանի իշխանության համար անտեսվող առհամարված կարգավիճակ ունի, որ իր դրածոներին բանտում պահի Հայաստանը, ոնց է կարծում, կամ ունե զրկի, տեսնեք ինչ ցանկ են գրել, ինչեր են անում, էլեկտրոցանցում, այդ սեփականությունը Ռոբերտ Քոչարյանի սեփականությունը քանի 100 միլիոն։ Հա, բայց քանի դրամ են այդքանից պետական։ Դա կարևոր չի։ Ինչը կարևոր չի, բա միայն խոսալ եւ ցուցակը տպել Քոչարյանն էսկան ունի են միտեղ, տղան էսկան ունի են միտեղ անց։ Չէ, դրանում դա որպես մեղադրանք է ներկայացվում։ Այսինքն ունեցվածքը, դա ունեցված չի, դա կոչվում է կողոպուտ։ Որտեղ եթե ունեցվածք ունի մարդն աշխատել ստացել է, չէ, ինչա, ասում ենք կոննա։ Բայց մեղադրվում է նրան կողոպուտի մեջ, կաշառքի մեջ, չարաշահման մեջ են մեղա։ Հիմա դուք պատկերացրեք Ռուսաստանի այդ հավաքական կերպարը, որ սարքում են, ասում են դրանք կոռուպցիաներ են, ամբաստանյալ են եւ բան են, զեկ։ Ռուսները զեկ են ասում, զեկլուչոնն է։ Այդ ինչի տեղ եք դել դուք Ռուսաստան, ինչ եք վարկաբեկում։ Ռուսաստանը այստեղ չունի կողմնակիցներ։ Նորմալ գործընկերներ։ Իրենք ռուսները Պուտինի մակարդակով Նիկոլ Փաշինյանին են ճանաչում որպես գործընկեր։ Բայց այդպիսով Քոչարյանը վնաս չհասցրեց Կարապետյաններին, այս գլխից արդեն ասելով, որ գալու են մեզ միավորվեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Վիրավորել է, դրա մենակ պատասխան, իհարկե վիրավորական է, դու ով ես։ Չէ, հարց է, դու ով ես։ Կարող եմ ատել Ալիևից տեղեկանք բերես, հոր հայր Ալիևից։ Դրանք էլ են, չէ, պարտկոմներ եղել։ Ես գիտեմ, նրանք էլ են։ Աշխուժ են եղել կոլխոզում, այդ Ղարաքիլիսայում։ Նրանք էլ, բայց դրսանք մեր պարտկոմներն են, էնի Ալիևի պարտկոմնա։ Դրա մեն ասում են, դու ով ես։ Ով է։ Կարապետյանները։ Քոչարյանն ասում են, դու ով ես։ Որ մեզանից էլ բան ես առաջ ես անցել։ Հա, քեզ բերեցին, դրեցին։ Ես չգիտեմ ով։ Իրանք էլ ասում են, ով քեզ բերեց։ Դու գիտես Հայաստանի տեղը, Պոլիտեխնիկ ինստիտուտում կարող եմ միասին սովորել են։ Երևի ինչ որտեղ հանդիպել են։ Բայց հետաքրքիր է, որ Նարեկ Կարապետյանն ասում է Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Էդմոն Մարուկյանի հետ համագործակցության մասին հաստատել կամ հերքելուց ձեռնբակը մնամ, սա ինչ է նշանակում։ Դու ասում ես, էլի անփորձությունը, ոչ պրոֆեսիոնալիզմ են։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին դու կարծիք հայտնելուց պետք է ոտքի կանգնես, չէ՞, նախ գնաս լողանաս, սանրվես, եւ այլն Վարշավերի մոտ գնաս, նոր գաս ասես Լևոն Տեր-Պետրոսյան։ Ես դա անում եմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ղեկավարել է ազգային ազատագրական շարժումը 90-ական թվականներին։ Նա Ղարաբաղը ազատագրող։ Հիմա նա է ազատագրել, թե Քոչարյանը։
Քոչարյանը որտեղ է ազատագրել։ Քոչարյանին ազատագրել է, էլի։ Դե թող հիմա էլ ազատագրի Քոչարյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է, հռչակել է Հայաստանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը կազմակերպել է հանրաքվե։ 2.5 միլիոն մարդ Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրաքվեում Հայաստանը հռչակել Հիմա է։ օրինակ Հայաստանի վարչապետը այդ ձեր ասած մարդուն, որին ասում եք պետք է իր մասին խոսելուց ոտքի կանգնել, լողանալ, սափրվել եւ այլն, ասում է Դեսքի գալ էլի ներկայանալի։ հա, ասում է, ինչ ասում, տպլ-ով է դիմում։ Դե տեսնում։ Մերելից դա չի ասում տիկինը վարչապետի։ Ինչու՞ չէի քննադատում Նիկոլ Փաշինյանին եւ կնոջը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին այդպես են։ Չէ, նրանք ուրիշ բան են ասում, ասում են Մերելից դա չի Լևոն ասում։ Տեր-Պետրոսյանը եղել է հակասովետական եւ Հայաստանի Հանրապետությունը կպցրել է Ղարաբաղյան շարժմանը։ Այդ իմաստով ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ ավելի ճիշտ կլիներ, որ Հայաստանի Հանրապետությունը կախված չլիներ Ղարաբաղյան շարժումից, Հայաստանի Հանրապետության կարգավիճակը կախված չլիներ Ղարաբաղյան շարժումից։ Ես համաձայն եմ։ Ես ձեզ ասեմ որպես գաղտնիք։ Նույնիսկ Ղարաբաղյան շարժումից 30 տարի առաջ ես դա ասել եմ, հիմա ինչ որ ձեզ ասում եմ։ Ինչ որ հիմա ձեզ եմ ասում, ես դա ստացել եմ փոխանցումով ստացել եմ, այո, անկախ Հայաստան, նախ եւ առաջ Հայաստան, հետո Ղարս, հետո Արդահան, հետո Նախիջևան, հետո Լեռնային Ղարաբաղ, Արցախ։ Ես կարծում եմ, որ առաջնայինը եւ կարեւորը Հայաստանն է, բայց այդ ժամանակ դա հանդիպեց։ Ու Լևոն Տեր-Պետրոսյանը դա Լավ, օգտագործեց։ այն թեման շարունակելով, հա, հնարավոր է Տեր-Պետրոսյանի եւ Կարապետյանի միջև համագործակցություն։ Իհարկե հնարավոր է։ Տեր-Պետրոսյանը Որտեղ Տեր-Պետրոսյանն էլ է ռուսական ուղեծրի մեջ։ Տեր-Պետրոսյանը հենց հիմա հրավիրում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին համագործակցության։ Ես կարծում եմ, որ դա աներևակայելի բան է։ Այն ինչ որ Տեր-Պետրոսյանը ասել է իր գնահատական, որի հետ ես համաձայն եմ 2008 թվականին ինչ որ ասել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին, ես լրիվ Մոնղոլ թաթարականը։ Այո, խանություն, ավազակապետություն, ագենտուրա, որ KGB-ի ագենտներ են։ Ես լրիվ համաձայն եմ, կարծում եմ, բայց դրանից հետո նրանց հետ չի կարելի արդեն նույն խցիկում լինել։ Եթե բանտում ես նույն խցիկում։ Բոմ տեսան։ Ես ձեզ ասեմ, որ սեփական փորձով ասեմ, եթե դու գտնում ես, որ քո խցակիցը այլասերված է, այդ տերմինն օգտագործենք, հա չշարունակենք խանություն, մողոլաթաթարական, ռուս ֆեոդալական, ճորտատիրական, ալի, դրանք չասենք, այլասերված է, դուրը ջարդում ես, քեզ ուղարկում են կարծեր ու այդ խցիկ էլ հետ չես գալիս։ Այսինքն նույնիսկ բանտում դու քո տեղը ընտրելու իրավունք ունես, նրանց հետ նույն խցիկում չենք մնում։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց հրավիրում է։ Ես դրա հետ համաձայն չեմ, կարծում եմ, որ պետք է առանձին լինեին։ Տեր-Պետրոսյանը առանձին ծրագիր ունի։ Չի կարող իր հայտարարած այդ այլասերվածների հետ նույն։ Ինչու է գնում։ Դե ես դա չեմ հասկանում։ Բայց դա է Հայաստանը ծանր վիճակից հանելու տարբերակ։ Ծանրացնում Հայաստանը ծանր վիճակում ծանրացրել են Հայաստանի վիճակը հենց նրանք։ Նրանք մեղադրվում են դրա մեջ։ Մեղադրվում են։ Տեր-Պետրոսյանը եթե բան ունի ասելու, թող նոր ծրագիր առաջարկի, ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Պայքար մինչև վերջ։ Ազգերի ինքնորոշման իրավունք։ Չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց ազգերի ինքնորոշման իրավունքով։ Մենք իսկ կիսում եք Տեր-Պետրոսյանի գնահատականը, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում իր ուրույն տեղն է ունենալու դավաճանների ցանկում Ֆրանգուլյան, Վասակսյունի, Մամիկոնյան։ Որտեղ է դավաճանել Նիկոլը, ում է դավաճանել։ Եթե Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին
Դե դա առանձին հարց է, դա մասնավոր դեպք է։ Եթե իրեն գիտեն, իրար հետ համագործակցել են, չէ՞ մենք այնտեղ չենք եղել, այդ սեղանի շուրջ չենք եղել։ Մեծ Տեր Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, երբ որ համագործակցում էին, մեզ չէին հրավիրում։ Մենք իրենց տեսնում էինք հարթակում որպես գործընկերներ։ Եթե Նիկոլ Փաշինյանը հիմա հանցագործ է, ուրեմն այդ շղթան պետք է բացվի։ Ելով սկսենք 2007 թվականից սկսած, չէ՞։ Ով Նիկոլ Փաշինյանը այդպիսի հնարավորություն էր տվեց, որ ինքը դառնա Նիկոլ Փաշինյան։ Այդպես չի կարելի ասել։ Նախ տեսնենք ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, երբ որ Նիկոլ Փաշինյանը նույնպես կդառնա նախկին թոշակառու, հենց որ կդառնա, այդ ժամանակ նստենք նայենք ինչ է արել։ Ես հիմա Նիկոլ Փաշինյանին չեմ պաշտպանում, պաշտպանում եմ ձևը։ Ձևը տեսնենք ինչ է անելու։ Հենց որ կդառնա նախկին, կասենք, որ այ հաշվետվություն տուր Նիկոլ Փաշինյան։ Դու ինչի՞ չես վերադարձնում մեր ունեցվածքը։ Ինչի Եվրոմիության հետ ակտիվ չես համագործակցում։ Ինչի դուրս չես գալիս SNG-ից, ODKB-ից։ Բալանսավորված քաղաքականության։ Այդ դա ասում ենք, ինչի բալանսավորված, ինչի շիտակ չլինել, այ մենք կհարցնենք։ Հիմա ասում ենք, այ կասկածում ենք։ Ես ասում եմ, որ բայց ինչի այդպես։ Ինչ ես գնում Ռախմոնի մոտ, քեզ էլ ծաղրեցին այնտեղ։ Ես վիրավորված եմ։ Լուկաշենկոն ով է, բռնապետը ով է, որ ծաղրեց իմ երկրի ղեկավարին։ Ինչի թույլ տվեցիր։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ինչի գնացիր, որ քեզ էլ ծաղրեն։ Կոդա դենուց։ Ո՞ւմ մի բան ասիր։ Ո՞ւմ ասիր, ապտակեիր։ Վրա տայիր։ Պաշտպանել մեր արժանապատվությունը։ Հիմա մենք իրեն հարցնում ենք, տեսեք, բա ինչի չարեցիր։ Մեծ լավ շշպռեիր դրան։ Այդ կոլխոզնիկին դու ոնց չշշպռեցիր։ Կողքը կանգնեց նկարվեց։ Հա, ոնց կարելի է դրա հետ նկարվել, բայց Բելարուս ժողովուրդը ինչ է մտածում։ Դուք միասին եք, չէ՞։ Բայց ժողովուրդը հաշվետվություն, նրանք ասում են դուք էլ եք բռնապետ, դուք օգնում եք, որ Լուկաշենկոն մեզ պահի ստրկության մեջ, անազատության մեջ։ Օգնում եք, չէ՞։ Նրանք ովքեր որ կանգնում են իրար կողք նկարվում են։ Մենք մտածենք Բելարուս կամ տաջիկ ժողովուրդը ինչ կարծիք կունենա։ Դուք եկաք հաստատեցիք, այ Նիկոլին հարցնելու են։ Տաջիկների եւ Բելարուս ժողովրդի հույսը Նիկոլ Փաշինյանն է մնացել։ Չի ասում են դուք աջակցում եք բռնապետությանը։ Մենք ոնց ենք ասում ենք, չէ՞։ Բայց մենք չենք ասում այդ Ստալինի կողքը ոնց կանգնեցիք։ Ղարաբաղն ու Նախիջևանը խլեցիք մեզանից։ Չկանգնեիք Ստալինի կողքին, նա ով էր, որ Ղարաբաղն ու Նախիջևանը մեզանից խլեր։ Դուք հավաքվեցիք, կանգնեցիք կողքը։ Բայց ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել են, դու ինչ ես անում։ Դու չգիտեիր, որ մեր բանտերը լցված են։ Ռուսաստանում մենակ միայն Յաբլոկա կուսակցությունից 1500 հոգի ազատազրկված կուսակցական կա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը բանտապահ է, կլուչնիկ է։ Դուք հասկանում եք ինչ։ Ինչ դա էլ է գնահատական։ Երբ որ դու աջակցում ես, շնորհավորում ես, դու այդ շղթաները ամրացնում ես քո գաղափարակիցների, ժողովրդավարություն, ազատություն ձգտող բելոռուսների, տաջիկների, ռուսների, անազատության մեջ գտնվող ռուսների, տաջիկների, բելոռուսների բանտային կյանքը դու երկարացնում ես, դժվարացնում ես նրանց կյանքը, սպանում ես նրանց։ Այն դրա համար ես ասում եմ մի գնա։ Հաշվետվություն պետք է տանք։ Մենք բոլորս այ մեզ նայում են, ասում են դուք էլ եք, դուք այդ Դուշանբեում ինչ էիք անում։ Էկզեկուցիա եկանում, եկել եք տանջելու տաջիկ հայրենասերներին։
դեմոկրատներին։ Պարոն Արշակյան, վերադառնալով կրկին այս ներքաղաքական թեմաներին, Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ նախ 1.5 ամսում մեր ձևով շարժմանը 5000 կամավոր է միացել, եւ հետո ասում է, որ վարչապետի տեխնացու կառաջարկենք, որը ընդունելի կլինի մարդկանց համար ձեզում կառաջադրեն եւ այս աջակցություն ունեն այնուհանդերձ 1.5 ամսում 5000-ը քիչ թիվ չէ։ Շուրթողած է դա։ Դրանք ընդհանրապես անտեղյակ են, քաղաքական տարրական բաներ չէ։ Հանրագիտարանը բացառեք կարդացեք։ Վարչապետի տեխնացուն թիմ է ձևավորում։ Սկզբից վարչապետի տեխնացուն իրենք ասում են հավաքվենք վարչապետ ընտրենք։ Ինչ ծրագրի շուրջ եք դուք հավաքվել։ Հայտարարել են, չէ՞։ Հակապետական ծրագիր ունենք Հայաստանի Հանրապետությունը զրկել ինքնիշխանությունից, միացնել Ռուսաստանին։ Հայտարարությունը գրված է, չէ՞ որ չեղյալ համարել հայ ժողովրդի երկու հանրաքվեն, անկախության հանրաքվեն չեղյալ համարել։ Դա դուք որտեղ եք կարդացել։ Դա իրենց հայտարարության մեջ կա, հենց առաջի դեռ կարծեմ Սամվել Կարապետյանը բանում էր։ Իր ձևով չէր հլա։ Հայտարարություն գրեցին մի 10 տող։ Մեր նպատակը, մեր ձևը, մեր ծրագրերը դադարեցնել Հայաստանի ընթացքը դեպի արևմուտք, կասեցնել ընթացքը դեպի արևմուտք։ Այսինքն ոնց հայ ժողովրդի կարծիքը դուք հաշվի չեք առնում։ Բայց ստորագրություն հավաքենք 5000 հոգին որն է, մի հատ էլ 0 դրեք կդառնա 50000։ Ստորագրություններ հավաքեք, ուղարկեք մեզ գուբերնիա։ Այդ համար պետք է ասում եմ մարդը պետք է գա։ Թեկուզ ինքը Նարեկ Կարապետյան գա, ասի որ ես ծրագիր ունեմ։ Սա է իմ ծրագիրը։ Բացի դրանից ասում են մենք Կարապետյանները ասում են մենք աջակցում ենք այսօր արդեն դատարանի վճիռ ունեցող, չէ, հոգևորականներից մեկին, մենք նրանց, այսինքն մենք գաղափարակիցներ ենք, կուսակից չենք, բայց մենք թիմակիցներ ենք այդ ռազմական հեղաշրջում կազմակերպողների հետ, գաղտնի ինչ է կոչվում տերորիստական ծրագրեր ունեցող կազմակերպության հետ միասին մեր ձևով, քանի որ քաղաքականով չի ստացվում, քանի որ մենք չենք կարող ըստ երևույթին, երբ որ ասում են քաղաքական չէ, հա իմիջիալոց դատարանը ինձ իրավունք է տվել կարծիք հայտնել իրենց մասին։ Դիմել էին, որ իմ բերանը փակեն։ Հայդարքիր է։ Սամվել Կարապետյանը դիմել է դատարան, որ Արշակյան Ազատին ձայնի իրավունքից զրկեք, խոսքի ազատությունից զրկեք։ Դատարանն էլ կարդացել է իր փաստաբանների, այդ դատավորը կարդացել է իր փաստաբանների բերած փաստարկները խոսքի ազատության մասին, որ եթե ձեզ կարելի է խոսքի ազատության դատավորը այդպիսի վճիռ է կայացրել, ձեզ կարելի է քաղաքական հայտարարություններ անել, այդ իրավունքից կարող է օգտվել եւ Արշակյան Ազատը, այնպես որ Նարեկ Կիրակոսյան հարցեր տվեք, Ազատը կպատասխանի։ Ես հիմա օգտվում եմ իմ իրավունքից, ուրեմն այսինքն իրենք թիմ ունեն 5000 հոգի հավաքել են։ Չտեսեք, 5000 հոգի մենք մենակ Վազգեն Սարգսյանն ասում էր մորակրոշ տղա ունեն։ Այդքան մորակրոշ տղա ունեն դրանք։ Դա աղետ է, կատաստրոֆա է, որ նրանք 5000 հոգի ունեն։ Նա կարող է արդեն բանի գնալ ինքնալուծարման։ Ռազայից էտա ձեր ուժը։ Դե 1.5 ամսում է։ Դուք մի քանի միլիարդ փող ունեք ու 5000 մարդ եք հավաքել։ Դե ամեն թողել են իրենց կամքով, ով կիսում է այդ գաղափարը։ Այսինքն փող անդամավճարներ են հավաքում այդ 5000 հոգուց մի կերպ, երևի դա է կա։ Այսինքն ասում են եկեք անդամավճար տվեք, մեր փողերը պակասել են։ Ազատը 6 միլիոն պետք է տար չի տվել։ Ուրեմն ես ասում եմ, որ վարչապետը գալիս էր իրենց ծրագիրը 5000 հոգին դա վտանգավոր է։ Իրենց ծրագիրը այդպիսին է։ Մենք այդ դատարանում ես դա կասեմ, մենք
այդ terror նախապատրաստող ուժերը, ռազմական հեղաշրջում կոչ անող ուժերը, մենք որոշել ենք մեր ձևով Հայաստանում իշխանափոխություն կատարել եւ Հայաստանը կտրել արևմուտքից այլասերող, թե ինչի, չգիտեմ, արևմուտքը քրիստոնեություն այլասերություն է, մարդու իրավունքները այլասերություն են, դեմոկրատիան այլասերություն է, լավ, տեսախցիկը այլասերություն է, ինչ կա, որ արևմուտքից չի եկել Հայաստան, խոսքի ազատությունը այլասերություն է։ Դուք բացառում եք, որ օրինակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին առաջադրի մեր ձևով շարժումը հաշվի առնելով Սամվել Կարապետյանի եւ Կարեն Կարապետյանի ընկերությունը։ Համելազգանման նույնությունը։ Ես համաձայն եմ, որ բոլորը առաջադրվեն։ Եվ առաջադրման այդ ձևը ընտրել, այսինքն ովքեր են կողմ հայ ժողովրդի ընտրած պետությանը, այսինքն անկախ ժողովրդավարական պետությանը, մեզ մի անգամ հարցրել են, մեր ժողովուրդն ասել ուզում ենք լինել ազատ, անկախ եւ ժողովրդավար, հանրաքվե եղել, գրեթե բոլոր քաղաքացիները ձայն իրավունք ունեցող մասնակցել են 2.5 միլիոն մարդ եւ ազգային ժողովը 100%-ով հաստատել է դա։ Երկրորդ անգամ մեր ժողովրդին հարցրել են ուղիղ մի տարի առաջ։ Հայ ժողովուրդը կարծիք է հայտնել, ուզում է Հայաստանի Հանրապետությունը լինի Եվրոմիության դաշնակիցը։ Հայտնել ենք, իրենք դրա կողմից են, թե չէ։ Այսինքն ժողովրդի հետ են, Հայաստանի քաղաքացիների աջակիցն են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, վերջապես դա էլ իմանանք։ Ուրեմն թող ներկայանան, կան ուժեր, որոնք որ չեն ճանաչում հայկական պետության գոյության իրավունքը։ Սև եւ սպիտակ։ Ես սևը համարում եմ դա հայկական հայ ժողովրդի կամքը ազատության, պետություն ունենալու ցանկությունը ես համարում եմ սևը շախմատի տախտակի վրա։ Սպիտակը թող լինեն իրենք։ Հակապետական ուժերը, հիմա Կարեն Կարապետյանը, Ղարաբաղցին, Գազպրոմը, պետք է հայտարարի ինքը հայկական պետության կողմ, այսինքն հայ ժողովրդի ընտրած պետության կողմից է, թե ռուս ժողովրդի ընտրած պետության կողմից։ Ռուս ժողովուրդն էլ ուրիշ բան է ընտրել, չէ՞։ Ռուս ժողովուրդն էլ ընտրել է Հայաստանը որպես իր համար ֆորպոստ, որպես անվտանգության գոտի, որպես պիտատելնայա սրիդա։ Մենք այստեղ բաժանում ենք, բաժանարար գիծ կա։ Ուրեմն ռուս ժողովրդի շահերի պաշտպանը եւ հայ ժողովրդի շահերի պաշտպանը։ Հիմա Կարապետյանները, Սարգիս Կարապետյանի սերունդը եւ մյուսի հայրանունը չգիտեմ։ Մյուս Կարապետյանի վարչապետի նախկին Վիլհեմ չեմ չգիտեմ։ Չփոխենք սխալմամբ։ Ուրեմն մյուս Կարապետ թող ասեն, որն են ուզում։ Իրենք ռուս ժողովրդի շահերն են ուզում։ Վիլհեմ, հա, ճիշտ է հիշում, Վիլհելմ Կարապետյանի ժառանգները եւ Սարգիս Կարապետյանի ժառանգները թող հայտարարեն։ Սարգիս Կարապետյանի ժառանգները հայտարարել են, ասել են, որ մենք ռուս ժողովրդի շահերն ենք պաշտպանում Հայաստանում, որտեղ ուզում ենք, որ Հայաստանը կցվի Ռուսաստանին, դառնա Ռուսաստանի ֆորպոստը, կից պետությունը, անվտանգության գոտի։ Չէ, բայց օրինակ Նարեկ Կարապետյանը այսօրվա ասուլիսում ասում էր Հայաստանի հաշվին, անկախության հաշվին չի կարող որևէ միություն լինել։ Այսինքն իրենք կա Եվրոմիությանը իրանք նկատի ունեն։ Հարցը ասել իրանք տեքստը հարցը միութենական պետության կոնտեքստում էր հնչել լրագրողի կողմից։ Այսինքն միութենական պետությունները չեն ուզում։ Դե ասում է Հայաստանի ազատության հաշվին որևէ միություն մեզ համար ընդունելի չէ, մոտավոր եմ տրամաբանություն։ Իր հորեղբոր հետ թող պայմանավորվեն, այն տեքստը թող չեղյալ համարեն։ Կա հատուկ տեքստ։ Ես հետևում եմ իրենց։ Այնտեղ գրել էին, որ հրաժարվել, վերադառնալ,
վերադառնալ, մենք վերադառնալ հասկանում ենք վերադառնալ SSR, Ռոմանովների իմպերիա, իրեն գրել են վերադառնանք, ռազմական, ստրատեգիական մեր դաշնակցին, այդ նրանք դա ասել են, ուրեմն դա թող հայտարարեն, այդ թող ասի, որ մենք անկախ Հայաստանի հարգում ենք մեր ժողովրդի կամքը, անկախություն հռչակած ժողովրդի կամքը եւ Եվրոմիության հետ միանալու ժողովրդի կամքը հարգելով, այսինքն մենք լծվում ենք այդ գործին։ Բայց հիմա իրենց այն գոյություն ունեցող հայտարարություններով, որոնք կան, հրապարակված են, իրենք դեմ են Եվրոմիության հետ Հայաստան, այսինքն Եվրոմիությունը պաշտպանող հայ ժողովրդի հետ։ Ուրեմն որ Կարապետյանը թող մի հատ կարդա իրենց հայտարարությունը։ Հետո մենք, որ ասում է, ինքը մտավ արդեն մենքի մեջ, ում որ իրենք աջակցում են, նրանք ասում են, որ ըստ Վարդան Ղուկասյանի, նրանք բոլորովին այլ բան են ասում։ Նրանք Հայաստանի անկախությունը չեն ճանաչում։ Ռուսաստանը ինքը հայտարարում է Ռուսաստանի դաշնակիցները ինչ կարգավիճակ ունեն, օրինակ Բելարուսը, օրինակ Թաթարստանը, օրինակ Չեչնյան, օրինակ Մարդվան, ինչ կարգավիճակ ունեն, իրենք այդ կարգավիճակն են ուզում տալ։ Պարոն Արշակյան, Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ օգոստոսի 8-ին 0 ստացավ Հայաստանը Վաշինգտոնում, Ալիևը ստացավ ճանապարհը 907 Բանաձևի չեղարկումը, ասում է Քոչարյանը, չնայած որ դա դեռ վերջնական չեղարկված չի։ Թրամփը Նոբելյան, ասում էր Նոբելյան մրցանակի կարժանանա, բայց տեսանք օրերս այդ մարդու տվեցին։ Ասում են նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է օգոստոսի 8-ին ստացել բան, լուսանկար է ստացել։ Այլ բանը Հայաստանը ոչ մի բան չի ստացել։ Իսկապես մենք ոչ մի բան չստացանք։ Իրա պատկերացրած Հայաստանը ոչինչ չի ստացել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ստացել է անվտանգության երաշխիքներ։ Իմ կարծիքը դա է։ Ամերիկայի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում դա անվտանգության երաշխիք է։ Հայաստանի Հանրապետությունը սովետական սոցիալիստական Հայաստանը գոյություն ունի Ամերիկայի պահանջով, գոյություն է ունեցել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները 1920 թվականին պարտադրեցին Լենինին ապահովել հայ ժողովրդի համար ինքնավար պետության իրավունք։ Պարտադրել են Լենինին ու Լենինը այդ սկրիպյա սերցը սրտի կսկիծով պահպանել է, թույլ է տվել, որ այստեղ մնա հայկական պետություն շատ սահմանափակ իրավունքներով։ Սովետական Հայաստանը գոյություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջով։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չպնդեին, որ մնա հայկական օջախը, Հայաստան չէր լինի սովետական։ Հաջորդը Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջով, պնդումով 1990 թվականի նոյեմբերին Սովետական Միությունը ճանաչեց հայ ժողովրդի հանրաքվեի միջոցով պետություն ունենալու իրավունքը։ Հանրաքվեի միջոցով Սովետական Միությունից դուրս գալու իրավունքը։ Ես նույնիսկ ասեմ ընդհակառակը։ Ամերիկան պահանջեց, որ լուծարվի Սովետական Միությունը, այդպես էր լուծարվեց Սովետական Միությունը, զիջելով Ռուսաստանին սփոփելու համար, մխիթարելու համար, ասեց հանրաքվե թող անցկացնեն 14 հանրապետություններում, ովքեր որ ուզում են թող միանան Ռուսաստանին։ Բանաձևը դա է։ Ես ասում եմ Կարապետյանների բոլոր Կարապետյանների համար, որ Ամերիկայից էի հարցնում։ Ինչպես? Դե Քոչարյանի համար չեմ ուզում ասել։ Նա մինչև նա աշխատում է դեռ այնտեղ։ Որտեղ։ Սումգայիթի ռայկոմում հրահանգիչ։ Նրա երազ եղել է Սումգայիթում լինել հրահանգիչ։ Ու երկու սենյականոց կվարտիրա ունենար կոնդիցիոներով։ Նրա երազանքը դա է եղել։ Հիմա նա այնտեղ է։ Ես ասում եմ, նա չարժի պատասխանել։
Կարապետյաններին եմ ասում։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ 1990 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտադրեցին Ռուսաստանին սովետական միությունից արդեն դուրս եկած Ռուսաստանին 4 ամիս առաջ Ռուսաստանը դուրս էր եկել սովետական միության կազմից պարտադրեցին բաց թողնել 14 հանրապետություններին բայց որպեսզի ռուսները շատ չընկճվեն, շատ չնեղվեն, ամերիկացիները մի տող էլ գրեցին 14 հանրապետությունները իրավունք ունեն անցկացնելու հանրաքվե Ռուսաստանին միանալու հանրաքվե մենք հայերս մենք Հայաստանի քաղաքացիները որոշեցինք որ չենք անցկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգների թույլ տված միացման հանրակվերջացնեմ միացման հանրաքվեն այլ կանցկացնենք անջատման հանրաքվե սեպտեմբեր ամսին ոչ թե մարտ ամսին միացման հանրաքվե այլ սեպտեմբերին մենք անցկացրեցինք անջատման հանրաքվե եւ Հայաստանի Հանրապետությունը դուրս եկավ սովետական միության կազմից ու սովետական միությունը չկար արդեն սովետական միություն լուծարվել էր դեկտեմբերին լուծարվեց ողջունեց մեր այդ որոշումը ուզում եմ ասել որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ապահովել են հայ ժողովրդի համար պետության իրավունք այսօր նույնպես նրանք օգոստոսի 8-ին այս տարվա հաստատեցին իրենց կամքը որ այո նրանք պատրաստ են Հայաստանին օգնել Պարզապես Քոչարյանը մի կողմ, Կարապետյանները մի կողմ, այն մնացածը մի կողմ օգոստոսի 8-ից հետո չկա մի օր, որ Ալիևը չխոսի հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին կամ ճանապարհների ապաշրջափակման մասին ու չօգտագործի Զանգեզուրի միջանց ձևակերպումը։ Սա է օգոստոսի 8-ի ձեռքբերումը։ Իսկ մենք ինչ ենք ասում։ Մենք ընդհանրապես ինչ ենք այդքան տիրաժի ենթարկում Ալիև, ովքեր են որ տիրաժի են ենթարկում Ալիևն ու Ալիևի ասածը։ Դե չէ, դա իշխանական մի թեզ է հիմա ձեր ասածը, որ Ալիևն ինչ ասում է, աչքերներդ փակեք, ականջներդ փակեք։ Մի փակեք։ Վառոդը չոր պահեք։ Լավ բանակ կազմակերպեք։ Ոչ մի բան էլ մի փակեք։ Նույնիսկ բերաններդ մի փակեք։ Թող ասի Ինչ եք տիրաժի ենթարկում նրա ասածը։ Մենք ունենք մեր ասածը, մենք ունենք Ամերիկայի ասածը, մենք ունենք աշխարհի ասածը։ Մենք ունենք աշխարհի ասածը։ Աշխարհը, քաղաքակիրթ աշխարհը ամեն հարմար առիթով ասում է, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ անձեռնմխելիությունը։ Ով որ պետությունն է, բացի Ալիևի կադրերից Ավակ Ալիևի կադրերից այստեղ թե Ադրբեջանում ովքեր են տիրաժի ենթարկում մենք վերջնական տեսեք չէ վտանգների մասին ենթադրյալ հավանական ռիսկերի մասին խոսել դեռ չի նշանակում տիրաժավորել Ալիևին երբ որ լսում ես թշնամական պետության ղեկավարին եւ փորձում ես հասկանալ ինչ է սպասվում Հայաստանին, դա չի նշանակում կարծում եմ Ալիևին տիրաժավորել։ Հիմա այդ մարդը, որ հայտարարում է Զանգեզուրը իրենցն է, ասենք այդ մարդը, սրանից հետո ասենք այդ մարդը։ Ալիևը։ Չէ, Ալիևը մի ասեք այդ մարդը։ Մարդա մեկը։ Ահա, հիմա ումից վտանգներ ենք սպառնում ես, ինչպես չլսել, չհետևել նրանց խոսույթին, նրանց պետական քաղաքականությանը, որը ուղղված է մեր պետությանը։ Հիմա եւ օգոստոսի 8-ից հետո էլ ասում է Զանգեզուրի միջանցք։ Հիմա ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու մյուս քպականները ասում են համոզում են Ժորժ ջան, մի լսեք Ալիևին, գիտակից մարդիկ, ովքեր անհանգստացած են Հայաստանի հետագա գոյությամբ։ Սուր գիտակից, սուր սրությամբ։ Նրանք չեն կարող թշնամու ասածն անտեսել։ Հիմա չի ստացվում, որ օգոստոսի 8-ով այդքան էլ բարենպաստ իրավիճակ չի ստեղծվել Հայաստանի համար։ Ես ուզում եմ ասել, որ մարդա մեկը իր հայրենիքում իր լեզվով ինչ է ասում, դա ընդհանրապես հետաքրքիր է, իրոք հետաքրքիր է, մեր հարևանը ինչ է խոսում, ինչով են զբաղված դրանք, որտեղ սահմանակից ենք, դա հետաքրքիր է, դրա համար մենք ունենք հատուկ մեր կողմից լավ վճարվող
պահպանվող անձնավորություն եւ խումբ անձնավորությունների պետություն, իշխանություն։ Մեր անհանգստությունը հիմա էլ ասում ենք, որ մենք անհանգստացած ենք, մարտամեկը ինչ որ բաներ է խոսում։ Սպառնում է։ Այդ խումբը ասում է մի լսեք։ Սպառնում է մեզ։ Այդ մեր խմբին ասում ենք, դուք ինչ կարծիք ունեք։ Նրանք ասում են մի լսեք Ալիևին։ Չէ, տեսեք, նրանք ասում են, ես ուրիշ բան գիտեմ։ Նրանք ասում են, որ նախ եւ առաջ մենք հիմա Հնդկաստանի հետ, ՆԱՏՕ-ի հետ, Ֆրանսիայի հետ ունենք լուրջ պայմանավորվածություններ, մեր բանակը լավ Այն Ֆրանսիայի, որ երկու օրը մեկ վարչապետ է նշանակում։ Ինչքան ուզում են, դա մեզ չի հետաքրքրում։ Թող փոխեն, լավ կլինի, որ լավ լինի այնտեղ։ Թող կայուն լինի, բայց Ֆրանսիան է ընդհանրապես հեղափոխությունը բերել մեծ հեղափոխությունից հետո։ Ուրեմն Ֆրանսիայից մենք սպառազինություն ստանում ենք, թե չէ։ Մեր զինվորականները կրթություն ստանում են, թե չէ, Հունաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Ամերիկայում, Գերմանիայում, մեր իշխանությունը եւ մեր իշխանությունը ասում է, ես ասում եմ մի ասեք, թերթերում մի գրեք, որ դուք սպաներ ուղարկեցիք վերապատրաստելու, մի ասեք, որ դուք հատուկ տեսակի զենքեր ստացաք, մի ասեք, մի հայտարարեք։ Դա գաղտնիք է, դա ընդհանրապես քննարկման նյութ չի, պարապ ժամանակվա խաղալիք չի, բայց մերոնք ասում են, բաց բերան են, անդադ ասում են, որ մենք պայմանավորվեցինք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք, զորավարժություններ ենք անցկացնում, ի պատասխան, երևի ոչ ի պատասխան, ուղղակի մեզ ուզում ենք ունենալ զինվորականներ, մենք ուզում ենք մեր տղաները գեղեցիկ հագնվեն, համարձակ լինեն։ Մերոնք ասում են դա, ես դրան հավատում եմ, մերոնք անում են, իմ Գերդաստանից մի քանիսը զինվորական ծառայության մեջ են, ասում են, նրանք գալիս են ծառայությունից, որ հետ են գալիս, արձակուրդ են գալիս, նրանք ասում են, որ բարելավվել է վիճակը, ես անձամբ, քանի որ շատ եմ հայհոյում պաշտպանության նախարարին եւ իր տեղակալներին, ինձ հրավիրել են, նարեկ, ինձ հրավիրել են, տարել են ցույց են տվել ինչեր են անում ու ասել են բերանդ փակ կպայես, չասես որտեղ ինչ տեսակ։ Ես ասում եմ տպավորված եմ։ Ես տպավորված եմ, ինչ որ ինձ ցույց տվեցին, որ նոր է կառուցվել։ Նոր։ Ես ստորագրեցի, ասեցի ոչ ոքի չեմ ասի։ Ես տեսել եմ, լուրջ գործ է արվում։ Մեր բանակը մարտունակ բանակ է։ Այո, դա բյուջեն կրճատում են, ծառայության ժամկետները կրճատում են, Ալիևը իր բանակի բյուջեն շատացնում է։ Որպեսզի Նարեկը չանհանգստանա, գրեք ավելացրել ենք։ Գրեք։ Խափեն։ Այո։ Դա խափել չի, մոլորեցնելն է։ Որտեղ Նարեկից բացի դա կարդում է նաև մարտամեկը։ Դե գուցե հենց այդ մարտամեկի պահանջով է բանակի բյուջեն կրճատվում։ Այն մարտամեկին մոլորեցնելու համար գրել են, որ կրճատում ենք, արխայինացեք։ Ոնց են ասում, թուրքերեն այդ բառը չգիտեմ, թե չեք ասեի։ Թրամատկիցս։ Ուրեմն ես կարծում եմ, որ մենք պետք է աշխուժացնենք մեր համագործակցությունը մեր դաշնակիցների հետ, հայթայթենք լավ սպառազինություն, անցկացնենք նրանց այդ զորավարժություններ, փորձի փոխանակում, հայկական բանակը պետք է լինի շատ վտանգավոր հարևանների համար։ Այն նրանք պետք է զգուշանան։ Ու խոսելուց միշտ որ մարդամեկն էլ որ բաներ ասի, միշտ մտածի, բա որ դրանք սխալ հասկանան ու պատժեն մեզ։ Ես կարծում եմ, որ դա է իսկական ձևը։ Պետք չի տագնապ տարածել, տագնապ անշուշտ մենք պետք է զգուշ լինենք։ Ես կարծում եմ, որ ավելի շատ մեծ ջանքեր պետք է թափենք Հայաստանի անվտանգությունը մեծացնելու համար։ Ես համարում եմ, որ եղածը բավարար չի։ Տեսեք, ասում եմ, ինձ տարել ցույց են տվել։ Բայց ես ասում եմ, այնտեղ էլ ասեցի, ասի բավարար չի։
Եթե սա կա, նշանակում է ավելի լավը կարելի է անել։ Ուրեմն հաջորդը ավելի լավը արեք։ Ես կարծում եմ, որ պետք է ավելի լավը լինի։ Պետք է մեր անվտանգության համակարգը ամբողջությամբ ԱԱԾ-ն, ներքին զորքերը եւ պաշտպանության համակարգը ամբողջությամբ պետք է շատ բարձր մակարդակ ունենան։ Շատ բարձր։ Շնորհակալություն, պարոն Արշակյան, հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։